Ավստրիա կա 3 կատեգորիայի զենքեր A, B, C։ Ան չի թույլատրվի քաղաքացիական անձանց ունենալ, դիք ասենք ավտոմատներն է, գնդացրեր եւ այլն։ Ու մեկ է Ամերիկայի սա ձեն Վինչեսթերները, որ ստեգից կրնաս զարժատենես էլի։ Ավստրիա Եթե չես վաճառե, այսինքն դու քեզի համար կրնաս կան կուզես լցնես, անից կրագես։ Ու կառավարությունը ստեղ pedagogan հրացակարան ունի, իրանք ինչ ֆունկցիա կկատարեն նաև լիցքավորված պամպուշտները կրնաս տանից, տաս իրանք պես հadoop տեստ ծարկ ունին, կրագեն ճնշումը կսեն, արագությունը, շում եւ ամեն ինչ պարամետրները կուտան քեզի տեստ կանցնես, երկար տեստ է ահագին հարցերը։ Հետո հոկեբանը կես ժամ հետդ կխոսա, տեսական մաս կա, օրենքները կբացատրեն, ինչ չի կարելի անել, չէ լիցենզիայից կզրգեն։ Հետո կա պրակտիկ մաս ադրջանագից կրագել։ Զենք վարձել, որ ասում ես, հիմնական չի խորթ է, էլի, մեր մոտ մեկը չի կարագա զենքը վարձի, այդա մի կոմի վրա սկսի պարապել։ Դու քո աջակցությունը ասում եմ բավականին ընտիր ձևով արեցիր, ինչքի համար քեզ շատ շնորհակալ եմ։ Բարև ձեզ սիրելի ընկերներ, աշխարհի զինված հայերը հաղորդման երկրորդ թողարկումն ենք նկարելու ենք մեր մյուս ընկեր Արայի հետ, Արան ապրում է Ավստրիայում, իրան շատերդ կճանաչեք թվանք հաղորդումներից, ոմանք նաև հրաձգարանում տեսել են, կան մարդիկ նաև, որ իր հետ մարզվել։ Բարև Արա ջան։ Բարև Իշխան ջան։ Սկզբից սկսում ենք նրանից, որ դու պատմում ես քո մասին, երբանից ես արտերկրում, երբանից զենք ունես։ Տենց։ Հա։ Դե ավելի շուտ կարելի է սկսել, ծառայել եմ հայկական բանակում, Քելբաջարի, Քարվաջարի տարածքում 20 ամիս սարերը էլի։ Ու հետո այդպես բանակից հետո 2002 թվին տեղափոխվել ենք Ավստրիա ընտանիքով ու պես հիմնականում ահագին ժամանակ պաուզա էր ու 2016 թվի մարտին պես տեղեկով գնացինք կրագելու ու ինչ-որ վեր կդա էլի սերս զենքի կրագելու նկատմամբ, որովհետև փոքր վախտվանից պես զենքեր կսարքեինք, բան կրագեինք, պես խուլիգանություններ կինեինք էլի։ Մասնագիտությունով ծրագրավորող եմ, հիմնական գործը դիգ է էլի։ Ու այդ օրվանից, հա, այդ օրվանից որ պես ստացվավ գնացինք, ստեղ հրացակարան կրագեցինք, տարբեր զենքեր կրագեցինք, ադրջանակ, տիբուգար զենք, որը շատ զենք թանկ զենք է, բայց կրնաս չնչին կումարով վարձով վերցնես կրագես, ու պես չխսած էլի վարակվա դորով ու սկսեցի լրիվ խորանալ։ Long range բան էլի, պես ուսենք հետարքիր է, որ այս մոտավորապես արդեն 10 տարի ահագին սենք միշտ սենք ինվորմացիան որ կհավաքես կամաց նստված կուդա, ու հետո սենք չես պատկերացնի, որ մարդիկ որ կսկսեն կրագել ահագին բաներ չի դեն էլի, սենք որ պարս կրնաս իրանց կարճ սենք բացադրես բանն ես էլի, ինչ կարելի է գալ տիբուգարության կարճ ժամանակում էլի, հիմնական բաները։ Ձեր մոտ երկու հարց էլի, ով ինչ զենք կարա առնի առաջինը, մեկը երկրորդը, որ ասում ես զենք վարձեցի հրաձգարանում այդ պրոցեսը կասես ոնց է տեղի ունենում։ Դե սկզբից այդ հրաձգարանի պասեմ, այդտեղ ուրեմն ասենք հայտնի գործարան կա Ավստրիա, Շտայեր գործարանը, որը Շտայեր աուգներ կարտադրե, ադրջանակներ, ավտոմատներ բանակի համար ու ոչ միայն ավստրիական գնդացրեր ամեն ինչ էլի։ Պես նույնիսկ ագանաներ կարտադրե կամ ասենք քաղաքացիական որսորդական զենքեր ու տիբուգար զենքեր մինչև 50 DMG կալիբրի։ Ու իրանք Մանլիխեր որ ասում են, այդ Շտայեր Մանլիխը դիգե, հա։ Այստեղ Վիեննայից 50 կիլոմետր վրա իրանք պես հրացակարան ունին, բայց մինչև 300 մետր կրնաս կրագես։ Ու զենքերը կրնաս հիմնականում բոլոր իրանց նմուշները վերցնես կրագես, եթե քու զենքի թույլտվությունը թույլ կուտա։ Հիմի կան կդոր Ավստրիա կա 3 կատեգորիայի զենքեր A, B, C։
ան չի թույլատրվի քաղաքացիական անձանց ունենալ, դիքսենք ավտոմատներն է 50 կալիբրի զենքեր, գնդացրեր եւ այլն, էլի։ Ու մեկ է բանը Ամերիկայի սա ձեն Վինչեսթերները, որ դեգից կրնաց զարիժատենես, էլի, ասենք լիցկավորել է։ Իդի ինչի չեն թողում։ Դիք 20-70-ական թվականներին մեկում պես շատ մարդ է խփե, Հա։ ասենք չորպես հանցագործություն է եղել ու հենց այդ զենքը չեն թողնի։ Նախադեպով, հա։ Հա, բայց կիսա ավտոմատ մագազինով 12 կալիբրի դրաբավիկները, այսինքն դիք թույլ կտան, բայց դիք հենց կոնկրետ չեն թույլ տա, էլի։ Ես էլ եմ այդպես բաներից վախում։ Գիտես, որ ըստե մի հատ հիմար նախադեպ լինի, բռնեն հարամեն մեր օրենքը, տենց որ հանցագործություն են անում, ասում եմ մենակ թե օրինական զենքով առաջ չլինեն, ասենք հաղորդում եմ նայ։ Դրա համար սահմանադրությունով ֆիքսվի զենք կրելու այդ իրավունքը, էլի։ Գիտես ինչ կուզեմ, որ կոմ կտանիմ, էլի։ Հա։ Հետո սկզբից ցենսեմ, հետո բեն, որովհետև ուրեմն 18 տարեկանից բարձր, եթե դու սև ցուցակի մեջ ես, այսինքն սովորական քաղաքացի ես, 18 տարի դրացել է, կրնաս C կարգի զենք առնես, որը մեր սովորական որսորդական հրացաններն է, կապ չունի 2 փողով, 3 փողով, որը կրակելուց հետո դի ինչ որ ձեռքով վերալիցկավորես։ Այսինքն հարթափող զենքերը կմտնի C-ի մեջ, մեկը կմտնի ագոսափող զենքերը, էլի որ ամեն կրակելուց հետո պիտի ձեռքով վերալիցկավորես, հա, bolt action-ները լրիվ, կուզես գնա ամենայն մինչև որ կալիբրը մինչև 50 կալիբրը, այսինքն BMG 50-ը չի թույլատրվի, բայց օրինակ Shaitek 408 կամ Barrett 416-ը կարելի է ունենալ։ Ու դեռ առանձին թույլտվություն պետք չէ։ Ինչ որ սենք կերտած խանութ, ասես կուզեմ առնիմ այդ զենքը, 3 օր ժամանակ ունիս, այսինքն իրանք սենք cool down phase, որ սենք affect-ի մեջ չերտաս առնիս, դնիս, այսինքն այդ 3 օրվա իրանք համը միամ կստուգեն դու սենք սև ցուցակի մեջ ես, չէ։ Հա, այդ ծև էլի։ Ու վերջ կրնաս առնիս։ Իսկ հետաքրքիրն է որ անադին զենք ծախելուց այդպես չէ, դու սենք կրնաս երտա զենք առնիս ու 2 շաբաթվա ընթացքում դի գրանցես զենքը։ Շատ ազատ է, էլի։ Փաստորեն, եթե դու խանութը կրնաս այդ 3 օրն ունիս ու կստուգեն, ինչ որ վաճառողի սենք բարդականությունների մեջ կմնի, բայց անպայման չեն ընդհանրապես։ Ստուգես այս մարդնով է, կրնաս ծախես, դեռ ինչ որ բան կա, էլի։ Այսինքն ծախելը կարող կամ ձեր տնից առնեն, թե ինչ որ մենք եթե մենք ոստիկանությունում ենք, նվիրում չենք այդ ծախում։ Չէ։ Այսինքն մեկը կարա գա ձեր տուն, էդի թղթերով 10 ու ճամփես։ Հա, դե այնտեղ կստուգես որ Ավստրիայի քաղաքացի է, որտեղ մենակ քաղաքացիները կրնան։ Հա, դա նորմալ է։ Զենք տիրապետեն, հա։ Ու եկանք արդեն B կատեգորիայի զենքերին, որը հadoop զենք ոչ թե կրելու իրավունք է, այլ զենք ունենալու իրավունք է, որի մեջ կմտնի ադրջանակները, պես կարճ 60-ից փոքր զենքերը, այսինքն որ ադրջանակ չէ, էլի կհաշվի ինչ-որ ադրջանակ, ու մեկ է կիսաավտոմատները, հա, ասենք կիսաավտոմատները, բայց այդ պայստատուպի պարունակությունը ադրջանակների դեպքում 20-ից պիտի չանցնի, իսկ այդ կիսաավտոմատների, այսինքն օրինակ բան թաղակացական կալաշնիկովների կարգի զենքերը այդտեղ 10-ից պիտի չանցնի, բայց եթե ինչ որ սպորտով կզբաղվես, ինչ որ ակումբի անդամ ես, մասնակցես ակտիվորեն մրցույթների, կրնաս հետո դիմես 30 փարմուշտանի պայստատուփ ունենաս։ 30 թվով սահմանած, թե ասենք 30 է, 40 է, 50 է։ Ինչ որ ուզում եմ 10-ի սահմանն են հանում, թե ինչ որ 10-ի սահմանն 30։ Այդ մեկը չդեմ, չեմ կրնասեմ, որտեղ ավստրիացի դիտորդ ունենք, թող կոմենտներում գրի։ Ոնց է։ Մեկը բս հետաքրքիր է, որ եթե հրացակարան կերտաս ու մեկը ունի այդ իրավունքը, դու կրնաս այդ
ասենք մագազինը տնես կրակ ես հրացակարանը, ասենք ինչ որ հրացակարանի տարածքում զենքի այդ ունենալու իրավունքը քիչում թույլն է, այսինքն քաղաքացիական անձը կրնա որոշ հրացակարաններում ադրջանագիծ է կրակ է։ Իսկ կա հրաձգարան, որ ավտոմատ զենք կարա կրակի։ Ստեղ ինչքան գիտեմ Ավստրիա չկա, բայց ինչքան գիտեմ Սլովակիա կա, բայց հաստատ չգիտեմ։ Մենք չես կրնա ունենաս իմաստ չկա, մենք բանակ ենկան ենք կրակի ավտոմատը, սպես առանձնապես բանել չկա, էլի, սենք ինձ թվա, սենք եթե կրվի այդ բանով մտածենք, սենք ավտոմատчикները միշտ պետք է գնդացրորդ ունենան, ինքը պետք է վարե կրակը, էլի, սենք բավոց ինչ կսեն, подавляющий огонь հայերեն ինչ է։ Ճնշող կրակը։ Ճնշող կրակը, ես մի անգամ եմ ավտոմատ կրակել, որ պատմեմ, որ մի անգամ ավտոմատ ռեժիմով կրակել եմ, հաճախ պետք չի եկի։ Հարձակվելուց է պետք ալի խրամատ մաքրելուց բան, բայց շատերին բախ չի վիճակվի այդպես բան անեն, էլի։ Ու կանք նայած, սա reloading-ի մասին կուզեի, բայց երևի դու հարցնես։ Հրաձգարանների չափերը, ասենք քո տնից ամենամոտիկ հրաձգարանը։ Իմ բախտս քիչում բերել է, ամենամոտիկը 800 մետր է։ Ունդեղ կա, ունդեղ կա կրնաս, բայց պրոբլեմն իգա, որ ասենք ես միշտ երազեի, որ ազատազենի պես հրաձգարան ստեղ եղնի, թեկուզ եղնի շատ հեռու, էլի կերտա է, ու մարդիկ շատ կուզեն ստեղ պես բան, բայց օրենքի, բնապահպանության այդ նկատառումներից ելնելով չեն կրնա, էլի, ունենան, հետո կսեմ ինչի, ստեղ մեր մոտը կա ուրեմն 35 մետրանոց հրաձգարան, մինչև գնաս ադրջանակ ու այսինքն կա ստատիկ ու դինամիկ։ Ստատիկը թե կանգնած տեղից մինչև կամ ադրջանակով կամ ագոսա փոխհրացանով գնաս կրակես, հիմնականում կիսա ավտոմատներով, էլի, որտեղ 35 մետր տիբուգարությունով չես գնաս բավես, էլի։ Ու կա դինամիկ, այդ թվանքի մեջ այնտեղ օգտագործել ենք այդ դինամիկ հրաձգարանը, կրնակ նայեք, հա։ Ու այդ շտայերը կա հրաձգարան, ու մինչև 300 մետր է հիմնականում, էլի, էդիկ է մեր պրոբլեմը, որովհետև դե գիտես, եթե ասենք տիբուգարությունով կզբաղվես 300 մետրը շատ քիչ է, որովհետև շատ ասենք կրնանաս լավ խումբ հավաքես, կրնանաս ասենք այդ պատրոնը լիցկավորելով ջոգես, որ քաշն է լավ եւ այլն, բայց ասենք արդեն անգյան տակ կրակել, քամի եւ այլն, պես նշանակություն չունի 300 մետրի վրա, էդիկ մեր հիմնական պրոբլեմն է, էլի։ Այսինքն մեծ չկա, թե կարողա կա, դու չես իմանում։ Չէ, կա, բայց այդտեղ ինչ-որ ծանոթով կերտաս, այսինքն բան է, զինվորական բան է, պոլիգոն է, ու տարին 1-2 կամ 3 անգամ իրանք կազմակերպեն, որ կնան ոչ զինվորականները կրակեն, բայց տեղել պետք է հերթագրվիս ու պես շատ սահմանափակ է քանակությունը, ու ասենք եթե ծանոթ բան չունենաս, չես կրնալի։ Մեր մոտ մինչև 20 թիվն է տենց եղել, հետո դեմը առել ենք, մինչև 20 թիվը մեր մոտ էլ էր տենց, այն ովքեր ուժեղ տպեր էին, լավ զենքեր ունեին, ինչ-որ ձևով իրանց համար հրաձգարանները մեկ-մեկ բացվում էին։ Ես դե բան կենեմ, ստեղ որ կերտանք կրակելու, մեզ քանի մադեմ ծանոթ տեղեկ կան, մեկ-մեկ իրար հետ կերտանք կրակելու, ասենք ազատազենի հնարավորությունները ցույց կտամ, զարմանան գքսեն, ափսոս մոդիկ չէ, երթայինք բան, կսեմ, թե տոմսը շատ էժան է, կարելի է թռնել, այնտեղ պրոստը ասենք զենք տեղափոխել է, բան արդեն քիչում գլխացավանքոտ է, էլի։ Իրականում որ լավ աշխատենք, էդի տուրիզմի ուժեղ ճյուղ կարա լինի, ամենալավը չինացիք է, իրաց մոտ ընդհանրապես արգելված է, գիտես ոնց են սիրում, ասենք ես տես ժիգարով մարզվող, հայ հատուկ են տեմ տեսե, աշխարհի իրանցն է գալիս են զենքերը վերցնում են։ Ես որ Հայաստաններն էի, ես երևի ասենք շաբաթ կիրակի միշտ ազատազեն կերնեի, այսինքն ազատ ժամանակս այնտեղ կանցնեի, էլի։ Փաստեմ, որ Արան հենց տենց էլ անում է, երբ Հայաստանում ալնում շաբաթ կիրակին մեր մոտ է
Այդ ոնց որ ապացուցված է, էլի։ Գանք ռելոադինգին, էլի։ Ոնց է կարելի անել ձեր մոտ ռելոադինգ, դա վաղուց կար, թե նոր է օրենքը փոխվե։ Մեր հիմնականում Ավստրիան շատ լիբերալ է այդ կողմից, օրինակ Գերմանիա, եթե կուզես վերալիցկավորես պամպուշտները, կապ չունի ինչ պամպուշտ, ադրջանագից մինչև ինչ կալիբրով կուզես, դեր 10 ընդեղ դիմես, այդ ինչ որ կուրսեր թուղթություն անցնես, Տիգրանը ստանաս, հա, պատմում է։ քննություն տաս ու այդ թուղթը ստանաս, որ նոր կնանաս այդ գործով զբաղվես, բայց Ավստրիա, եթե չես վաճառե, այսինքն դու քեզի համար կնաս վերես իշքան կուզես լցնես, տանից կրագես ու իրանք ասենք կառավարությունը ստեղ բան ունի, իրանք pedagogan հրացակարան ունի ու դա շատ հետաքրքիր լավ կներ է, պրոստը պարզապես բան է, այդ օրերը էլի, բաց օրերը շատ հարմար չէ, բայց իրանք ինչ ֆունկցիա կկատարեն նաև լիցքավորված պամպուշտները կնաս տանից, 10 իրանք բան կնեն, իրանք տեստ, պես հատուկ տեստ սարք ունին, կրագեն ճնշումը կսեն, արագությունը, եւ ամեն ինչ պարամետրները կուտան քեզի, որ եթե ասենք վստահ չես, ասենք ճնշմանը կամ բանը, կարելի է տանել դեռ աբավ փորձելու, ասենք թանկ չէ հիմնականում։ Դա Ու հետո գիտես, ասենք ուժեղ բան ես ասում, մենք կերազենք ստեղ տենց բան լիներ։ Պիտի այդ ուղղությամբ աշխատենք։ Հələ դու ասենք 4 տարի առաջ պատկերացրու որ Ազատազենի պես հրացակարան պիտի սարքեիք, ու ասենք մի օր ես որտեվ առաջ անգամ եկել եմ Ազատազեն 21 թվին, ու այնտեղ ասենք պարգերի մեջ լծած այդ առանց ու ասենք միշտ եկել եմ ամեն տարի, ու ասենք տեսնում իշքան շատ մեծ քայլերով առաջ կերտակ, այսինքն ես քիչ մուզիկա համարեմ Ազատազենի outsource անդամ ու շատ կուրախանամ էլի իսկականից, որպես լավ արա, ինձ կտվա որ մտքերից տնենք ամեն ինչ կյանի։ Մենակ օրենսդրությունը այդ պետական փոփոխություն։ մասշտաբով անելը բան է, ծանրերից է գալի, էլի, մեզնից ինչ հասնում է, մի բան էլ ավել մենք կանենք, բայց ոնց որ այն ինչը պետական պետքա լինի, նույն այդ հողերի տրամադրման հարցերը, տարբեր բաներ կա, որ բեռա դառնում, նույն մեր լիցենզիան, ասենք, դատով ստացանք, հետո մյուս դատով պարտվեցինք, վերջի դատով վերջնական կրվեցինք, ասենք ժողով էինք անում, մեր ճակատագիրը ոնց է գնալու, ասես մի հատ կետից, եթե լիցենզիան խլեն, եթե լիցենզիան տան, ամեն անգամ ճյուղեր են ժողովներին, ոնց որ մի բան ուզում ենք կառուցենք, մեկ է մտածում ենք կարող է դա կառուցենք անիմաստ դառնա, այն էլ լավ էր հաղթարեցինք։ Մենք կանենք, այնա քո օգնությամբ եմ մյուս ընկերների կանենք, բայց հենց այդ պետական մասը շատ լավ կլներ։ Օրինակ, այդ ռելոադ ինչքան մարտանող կունենաք, ասենք, ցավալների, տենց ինֆոներ ունես, ինքը տարածված բանա։ Հա, շատ տարածված է։ Տիգրանը քսեր ինչքան իր մոտավորապես 300,000 որսորդ կա, չէ՞։ Գերմանիայում 300,000 ասել է։ Ավստրիա ավելի շատ է։ Ասենք մարտաքանակի համեմատած։ Օրինակ նա Գերմանիան երևի 80 միլիոն է, Ավստրիան 8։ Մեծ ավելի, հա։ 10 անգամ քիչ է, չէ՞, օրենքով Հա, այդ 30,000 համաչափություններն իր 30, բայց 120,000 բան կա որսորդ։ Չէ, Իսկ շատ որսով տարած։ որ ասում ես, օրինակ իրանք մենք մեր որսով ասում ենք 80%-ը հարթափողով է վերջում մնում, էլի։ Ձեր մոտ ինչ պրոպորցիաներ է, մոտավոր գիտես։ Հիմնականում երկու զենքն էլ ունին ու քննության ժամանակ պետք է անպայման ագոսափողից կրագես քննությունը Ոնց է որովհետեւ քննությունը։ դե ես չունիմ, բայց այս վերջերս հետաքրքրվել եմ ինչի համար, որովհետեւ խլած չես կրնա ունենաս, եթե որսորդ չես։ Որսի քննությունն է այդ քո ասածը, հա։ Հա, դի Բա քո կարծես, չէ։ զենքերի քննությունը, չէ, քո Հա, զենքերը ոնց է սա։ զենքերի քննությունը բան է, ուրեմն հոգեբանական տեստ կանցնես, երկար տեստ է, ահագին հարցեր է, բայց ասենք մեզ հետաքրքիր հարցերը կգնաս ճիշտ պատասխանես, եթե նորմալ մարդ ես, ասենք։ Հետո հոգեբանը մեկ կես ժամ հետդ կխոսա, հետո բան կա, տեսական մաս կա,
օրենքները կբացատրեն, ինչ չի կարելի անել, եթե թե չէ լիցենզիայից կզրգեն, ինչ ուդիպ զենքերը պայես, ինչ ձևի, հետո կա պրակտիկ մաս ադրջանագից կրագել վերջ։ Ատրճանակով է քննությունը։ Հա, ադրջանագից է հիմնականում կրագել, որովհետև այդպես է հմիստեղ։ Ու թե համ բեն են տալի, համ չեն, թե սկզբից չեն, հետո։ Չէ չկա, C կատեգորիայի զենքերը ազատ են, լրիվ։ Հա, խնձորի պես կարաս առնես։ Հա, հա։ Քննություն տալիս ես, որ կարանաս նորմալ զենքեր ունենաս։ Ուրեմն հարտափող որսորդական զենքերը ու bolt action զենքերը կա երկու պայման կա։ Պետք է 18 տարեկանից բարձր եղնես ու պետք է սերտ ցուցակի մեջ չեղնես։ Այդում ես խանութ 3 օրում այդքան է ստուգում զենքը տալի ճանապարհ։ Հա, իսկ եթե անհադից կառնես, էդել չկա։ Արգելքներս Ավստրիայի կառավարությանը իրենք էլ են նայում հիմա։ Հալալա։ Ու ես կմտածեմ, որ այդ զենքի օրենքը բարձ է նոր են ընդունել, բայց այդ կնան հավելված է ինչ որ փոփոխություններ են, եթե կնանանք էդուկացիոնով աշխատենք ամեն երկրից այդ թուլացրած վերսիան վերցնենք տարբերակը ու պես մշակվի ճիշտ կերնի, էլի, որովհետև այս գերմանացիները reload չեն կրնային առանց թղթի։ Մենք Ավստրիա կրնան։ Գերմանիա օրինակ, եթե այդ ադրջանագի ու կիսաավտոմատի լիցենզիա ունի, սահմանափակում չկա, կրնաս 10 հատ ունենաս։ Ավստրիա 2 հատ է, 5 տարուց հետո կրնաս շատացնես, կամ էլ պիտի դիմես, եթե ասենք սպորտսմեն ես, ավելցնեն։ Հա, այդ բաները պիտի համադրվի, ոնց կտավա, էդուկացիոնով կրնանք ինչ-որ ձևի աշխատենք դրաֆտեր սարքենք։ Ես հենց այդ հույսով եմ նկարում, որ այդ օրենքին կպնող մարդիկ նայեն, համեմատելու բան ունենան։ Ինչևէ եղել է սովետական օրենքը, այս եղածը որ փոխել են գելի հաստատի են հնի 80%-ը տարարտար պահած է։ Այս մտքերը համ իմ համար են նոր ու հետաքրքիր, համ էլ հաստատ իրանց, ասենք իրանք օրինակ մարդիկ կան ռելոադինգի անունը լսել չեն ուզում, հիմա որ նայեն Ավստրիայում, Գերմանիայում, ելին պլաններում էլի երկրների հետ խոսալ այդ ամեն ինչը անել կա, կարող է մտածեն էլի մի բան գիտեն էս մեզնից զարգացած երկրները, որ այս ամենը անում են։ Ես օրինակ Գերմանիայի տարբերակին լրիվ համաձայն եմ, որ ինչ որ ասելու տեղը չմնա, էլի ես համաձայն եմ, մենք կան քննություն տանք կամ գրանցվենք որպես ռելոադանողներ, ոնց որ ավելի խիստ լինի, բայց դուրը ելնի, էլի։ Հա, կարևորը թանկ չանի, կներես խոսքը դընթացի, կարող շատ թանկ չանի։ Թե չէ սենք քննությունը վատ չէ, էլի, մարդը հետո ասենք հիմնականում պրոբլեմը որն է, օրինակ սեին զենքը ազատականացնեն, սաղ իրար խփեն, պես բան չկա, դիք միֆեր են, էլի, հետո reloading-ն են, պիտի գարաժը իրանք իրանց տրակցնեն, այդպես բանը չկա, որովհետև հիմնականում մարդիկ այդպես անի, պիտի սաղ ավտոները իրար զարգեն, էլի, այսինքն, եթե հիմնական մասան մարդկանց պատասխանատու է, իրանք ասենք, եթե պատրոն գլսնեք կրագեգը, ուրեմն ինքը կարտա, ասենք, զբաղվի դորով, այդ հույսով է երած, էլի, ասենք, Ավստրիա ազատ։ Հետո գիտես ինչն է։ Սկզբանե խնդիրը է, հիշի ասես, մեր մոտ որ ավտոները ամբողջ օրը զարկում են իրար, որոշողները մտածում են զենքը թողենք, համ տրակ հասնելու են, համ սպանել։ Մեր մոտ իմ երիտասարդ ժամանակ բռնաբան հստակ գին ուներ, էլի, որ քննությունով ստանում էի, զարմանում էին, ասում էին, մի ճիշտ ասա, ոնց որ ընկերներով հավաքված ենք, լավ իշքան էս տվել, դրա արդյունքը այսօր քաղում ենք, ասենք, տենց որ չկա, որ ինչ որ նորմալ վթարներ չլինեն, էլի, կիսած ավտոներով, բանով։ Մենք քննություններով ամեն գնով փորձում ենք պահենք, որ ասենց չլինի զենքի, որ եւս 10 տարի հետո չլինի, էլի, որ ինչ որ որսորդներ թորներին իրանց սպանեցին, բան, ամեն ինչ անում ենք, չգիտեմ, իշքան ուժներս կպատի 10 տարի հետո կերևա։ Հիմա ասա կներես քիչ որ ընդհանրապես։ Չէ, բան չկա, կուզեմ pedagogic դեպ բանում, այդ 16 թվականին նոր գնացի առաջի անգամ Մարտին,
Այն ապրիլյան պատերազմից առաջ էր, հետո պատերազմն որ եղավ, լրիվ ինչ-որ ավելի խտանեցել է դա ինչ։ Ուրեմն գնացել ենք, ասենք, այդ ժամանակ ավելի լիբերալ էր ստեղ հրացակարանները, մի քիչ ավելի խիստ է։ Սկսեցինք ուզենք ռևոլվեր կրագենք, ադրջանակ կրագենք, ասեն, հա, օքեյ, բանը, հանեց ադրջանակն ու ռևոլվերը տվեց, պատրոնները տվեց, այսպես կերտակ, ու առաջի անգամ զարմաց, ասենք, ձեռներս տվեց ամեն ինչ, սավ գիտես, ասեցի գիտեմ։ Սավ օքեյ, տվեց գնացինք, եկել եմ զարմանանք դա ինչ է, ասենք, անծանոթ մարդկանց հա տեսենք, դու անձնագիրը տվել ես, բայց կապ չունի։ Ասենք, այդ վաղ շոկ էր էլի ահագին, որովհետև դրա համար է դու վարձել ես ասում, զենք վարձել, որ ասում ես, իմ ականջին խորթ է, էլի, մեր մոտ մեկը չի կարող գա զենքը վարձի, այդ մի կոմի վրա սկսի պարապել։ Ասենք, եթե մեր զենքերով է տեսել ես, միշտ իր գլխին ինստրուկտոր կա։ Գլխին ասելով կողքը 2 մետրի վրա, որ կարա զենքը բռնի։ Բայց որ այդ տերմինը, որ ասում ես վարձել, օրինակ մեր Հայաստանի լսողների ականջների խորթ է։ Ստե չի լինում զենք վարձել, բայց դու փաստացի վարձը վերցել ես գնացել ես հրաձգարանի մի անկյունում պարապել։ Հա, որովհետև գիտես ինչի, որովհետև ոչ թե որ իրանք ռիսկով տեղեկ են, այլ այդ իրավաբանական այդ օրենսդրական դաշտը լրիվ պարզ է իրանց համար։ Դու ստորագրել ես, իրանք, ասենք, իրանց պրոբլեմ չի անի, եթե դու ասենք ինչ-որ վատ բան ես։ Հայաստանի պես չէ, որ կանցենք հրացակարանը պլոմբեն, ուսեն էլ դուք էլ չեք աշխատի, օրինակ ես այդպես կպատկերացնեմ, էլի, դրա համար դուք պիտի շատ ուշադիր եղեք։ Գիտեմ, իսկ հենց այդտեղ այդ բանը, ասենք լրիվ, ասենք կոպիցած օրենքը լավ կգործե, հետո ապահովական ընկերություններն էլ, ասենք էլի նորմալ գործը, էլի այդ բաները, դրա համար իրանք քիչ ավելի ազատ կնային, բայց այս վերջերս փոխվել է։ Եթե կուզես ադրջանակ կրագես ու չունիս B կատեգորիայի այդ թուղթը, քարտը չես կրնա։ Ուղղակի տարբերակ չկա կրակելու, թե? Կա, կրնաս տրեներ վերցնես, տրեները պարաբի հետ եւ այլն էլ, այդ թուղթը դի ունենաս։ Բայց որ տան թողեն այդաս մի կողմ չեն, հասկացա։ Չէ, մեր օրինակից նա է ուղղել են, էլի։ Չէ, եթե այդ քարտն ունիս, այսինքն պատասխանատու մարդ ես, դու կրնաս հետդ վերցնես մարդկանց կրագես էլի ադրջանակ, հա, կրնաս, ասենք այսօր ընկերներիս հետ կերտամ կրագելու, իրանք այդ թուղթը չունին, կամ ասենք իմ զենքից ուզեմ կրագեմ, ցույց տամ, իրար հետ կերտանք, ես ինչ-որ պատասխանատուն եմ, էլի։ Մեր մոտ էլ մոտավոր տենց վիճակ կա, որ զենքով մարդը հետինների պատասխանատուն է, բայց դի մենք ենք սահմանել, մենք այդ զենքովին ենք նայում ինքը իր ընկերներին, արդյունքում ստացվում է, որ բոլորը ողջ են, մարզված ու երջանիկ։ Կանք զինագործությանը, էլի, զինագործությունից իրար հետ FIORA-ի հետ ենք փորձում մի բան անենք, որը ծեր մոտակա գյուղերից մեկի ընկերություններից էր, չէ՞։ Ինչ-որ մեծ մի բան չէր։ Իրանք փոքր են, հայտնի չեն, բայց իրանց գործարանը 200 CNC գործիքներ, ինչ ստանոքներ է դրած, ինչ կսեն ստանոքներին։ Հաստոց։ Հաստոց, ճիշտ է, սա մարդկոց, հա, մարդկոց հաստոց, հա, հաստոց։ 200 CNC հաստոցներ ունին ու նգուղում էլ 100 մետրանոց բան, ստորգենյա հրացակարան ունին, որ կփորձեն իրանց զենքերը ու շատ հետաքրքիր մարդիկ են, բայց ամեն դեպքում ինչի, ասենք, քիչ կարելի է վերտոված եմ, որ ասենք օրենսգրքում զինագործության մասին չկա հեչ բան, ու դու էլ լավ գիտես, խոսացել ենք այդ թեմայով, որ կա զենքի արտադրման, բայց զենքի արտադրությունն ու զինագործությունը ստեղ լրիվ տարբեր բաներ են։ Այդ հետաքրքիր է, հա, եթե դու զենքի խանութ կբացես ստեղ, անպայման պետք լիցենզավորված գործունեություն է, բայց չի նշանակի, որ
պետությունը լիցենզիա ու դա կամայական մարդ է։ Պետությունը լիցենզիա կուտա այն դեպքում, եթե տնօրենը զինագործ է, այսինքն այդ արեստը ունի, այդ քննությունները տվել է ժամանակին ու ինքը կրնա զինագործությամբ զբաղվի ու զենքի առք ու վաճառքով։ Հիմնական տարբերությունը ո՞րն է զինագործի ու զենքի արտադրության։ Զինագործը կրնա օրինակ պայստամասերից կամ մասերից custom զենք հավաք է, փողը փոխ է ինչ-որ զենքի։ Հետո տանի պետությունը գրանցի է զենքը։ Հա, դիք սա իր պատասխանության տակ է։ Եթե օրինակ ասենք իմ այս զենքից փողը մաշի, ու ուզենամ փոխեմ, պիտի տանիմ զինագործի մոտ, ինքը պատվիրե փողը, կփոխե, կտանի կկրագե ու այդ տվյալներով զենքը կգրանցվի նոր ու փոխանցեն ձի։ Ասենք այդ պահը ինչքան մանեգա հայկական օրենսդրության մեջ չկա։ Ու ասենք հետաքրքիրն է, որ ասենք մենք չէ, մենք արեստների ու արվեստի ասենք երգիր ենք, բայց հենց ամենակարևոր Գյումրու թեժը, հա, ճիշտ է, բայց ասենք այդ ամենակարևոր արեստներից մեկը զինագործությունն է, որ առաջ ասենք թրեր են սարքել, վահաններ հմել, այս ասենք հրազենի, ասենք այդ պահը չունին։ Դիք եկել է սովետական միությունից էլի, որ մարդիկ ասենք անհատների ծերը այդ արեստով չեն գնացել անհատները զբաղվին, պետությունը մենակ զենք զինամթեր կարտադրե, ու դիք շատ կուզենայի որ փոխեինք ու այդ ուղղությունով կարելի է շատ աշխատել։ Ռուսաստանի լավագույն երկու օրինակները Օրսիչն ու Լաբաևը էլի տենց անատական լուծումներ են եղել, մինչև այդ ոնց որ շատ պետական գործարաններ են եղել, էլի։ Ոչ թե քանակով շատ, այլ այն որ ֆուլ պետական է, էլի, տենց են եղել, Կալաշնիկովնա իժմաշնաբա սովետից մնացած այդ տղեկ եկել են դասից սովորած իրանց փորձերն են արել հատիկ զենքեր են հավաքի, այսինքն բայց սաղ թղթերը հանել են, ինչը մենք ենք հիմա փորձելու անենք, արտադրության լիցենզիան են հանել, ոչ թե զինագործության, ու այս կռվին, ոնց որ այս կռվից մի քանի տարի առաջ ռելոադինգն են բացացնում ռուսները, ու այս կռվին այդ թևը լուրջ օգուտ է տալի իրանց, որովհետև արդեն գիտելիքային բազա կար, տասնյակ չէ հարյուրավոր լսնողներ կային, դիպուկահարների մրցումներ կային, իրանք միջազգայինի ֆեդերացիայի մաս էին, մինչև կռիվը եղավ, ոնց որ իրանց ասին դուք էլ մեր ընկերը չեք, իրանք ինքնուրույն մնացին, բայց անփոխարինելի էր այդ ամեն ինչի դերը իրանց մարտունակության հարցում, հիմա ոնց որ մենք իրանց այդ ստարտի փուլում ենք, մի թեթև մեզ ռելոադ են թողում խանութներին, հրաձգարաններին, որ շատ ջանք տնենք, կարանք լիցենզիա հանենք արտադրության ու այդ ու ասած զինագործությունից սկսենք, որտեղ դժվար էլի մենք հիմա փող ծակենք։ Հետո կտոր դետալ մենք արտադրելով հասնենք մի օրվան, որ իմ ու քո ուզած ազատազենքը լինի, էլի։ Հա։ Ես իմ եղբայր։ Վերջում էլ արի մեզ մի հատ խորհուրդ տուր Հայաստանին, չնայած կեսը արդեն տվել ես, էլի, ոնց անենք, սկսած անհատից բրծած պետության մակարդակով, ոնց կուզես, ու այդքանով երևի հաղորդումը ավարտենք։ Անհատներին ինչ կնամ խորհրդամ, ես սկզբից դիբուգարությունով եմ զբաղվել, ահագին երկար ժամանակ, ու ես վերջերս զենքերը ծախել եմ, անցել եմ դինամիկ հրաձգության, ու կմտածեմ, որ դիքսենք հիմնականում մեր քաղաքացիները ավելի շատ պետք է իրանց գիտելիքները այդ բնակավարում խորացնեն, որովհետև առաջերտին սպորտ է, շարժում է, այսինքն չես պարի կրագի մենակ, ու կարելի է սել շատ ավելի հետաքրքիր է, ասենք տակտիկական վարժություններ կրնասենես եւ այլն, ու ամենակարևորը որ ամ բոլորը չեն կրնա դիբուգարեղնին, ու նաեւ պետք է ասենք դինամիկ մեկը հարցակվի, էլի։ Հա,
Ու ինչ կնամ խորհրդամ, չդամ նույնիսկ ինչսամ։ Դե մարդկաց տվիր բրծար արդեն, պետությանը։ Հա, պետությանն էլ քիչում նայենք չնմանվենք դիկտատորական երկրների, որոնք զենքը հագարակը չեն ազատականացնե, դա կսենք կարելի է նույնիսկ չափանիշ օգտագործել, թե իշխանով է երկիրը ազատ։ Դեմոկրատական, հա, ու ազատ։ Լրիվ կապված է, ասենք օրինակ ասենք, եթե Ամերիկա ամեն մարդուն երևի 50-ած զենք կա, 1-2 է հաշվարկով, հա, ամբողջ ազգի հաշվարկով մի մարդը հա, 1-2 զենք ու ասենք իզուր չեն հանրապետականները պայքարը երկրորդ փոփոխության հետ, որը կսեն նաև չորրորդ ուժն է, հա, այսինքն դեմոկրատիայի մեջ կա 3 ուժ, չէ, գործադիր, դատական ու օրենսդիր, դատական։ օրենսդիր։ Չորսն էլ մարդկանց իրավունքն է զենք կրելու, որ պայքարեն ասենք դիկտատուրայի դեմ, էլի։ Ասենք Հա, վերջի վարիանտն է, էլի։ դիկտատորները չեն կարող հանդուրժեն, որ իրենց երկրում ինչ-որ իշխան լինի, որը կարող է 1500 մետր դոշի Հա, թիրախփի, ու իսկ նաև մինչդեռ, հա, ասա։ կներես Իշխան ջան։ Ու նաև Մինչդեռ մենակ կուզեմ մեր որ շանսը էտա էլի, որ հա, մենք կարանք մրցունակ լինենք թշնամիների հետ համեմատած, հենց այդ սիրողներին ազատություն տալով, որ մարզվեն, իհարկե մաքսիմալ վերահսկելով, մենք դրան դեմ չենք։ Ասա։ ու նաև դիտորդներին կսեմ որ աջակցեք ինչքան ուժ ունիք ազատազենին, որովհետև միասնության մեջ է ուժը ու ինչքան շատ մարդ աջակցեք, կան ավելի շատ գործեր կրնայեն ազատազենը ու ավելի շատ հաջողություններ է հասնի։ Ինտուք մինչև ասենք օրենսդրություն փոփոխություն մտցնե դիտարկման, ես շատ գիտեմ, պես այդ ուղղությամբ պետք է շատ աշխատենք, որ կրնանանք Հայաստանը դարձնենք ավելի, ասենք, այդ կողմից ազատ երկիր։ Դու քո աջակցությունը ասում եմ բավականին ընտիր ձևով արեցիր, ինչքի համար քեզ շատ շնորհակալ եմ։ Ես վստահ եմ, որ տարբեր մարդիկ այս հաղորդումը նայելուց լուրջ բավականություն են ստանալու, մի անգամ ավել են մտածելու ու այս հաղորդումները օգնելու են մեր երկրի զենքի մշակույթի զարգացմանը։ Մերսի Արա ջան, լավ եղի։ Ես էլ եմ շնորհակալ Իշխան ջան, հաջողություն, կտեսնվենք Հայաստանում։ Հաջողություն եղբայր։ Դե ինչ ընկերներ, հուսով եմ ձեզ դուր եկավ։ Իսկ եթե այդպես է, առաջինը բաժանորդագրվեք, ով որ չի բաժանորդագրվե, երկրորդը կարող եք միանալ մեր Patreon-ին, տարածել այս նյութը կամ ու երրորդը, որ ամենակարևորն է, եթե դեռ զենք չունեք, գնացեք սկսեք ձեր զինվելու process-ը, որովհետև հեչ նորմալ չի ապրել Հայաստանում 25 թվականին ու ուլնել անզեն։ Այսքանը։